Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այսուհետ կարգելվի կրթություն ստանալ Ստամբուլի հայկական դպրոցներում։ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչներն են այցելել հայկական դպրոցներ, ստուգումներ իրականացրել եւ հայտնել այս լուրը։ Պատկերացում չունիմ, թե ինչ նպատակով այսպես որոշումը կայացուցին, որովհետեւ արդեն մեր երկրի մեջ շատ երկար տարիներ հայաստանցի աշակերտները որևէ ուսման միջոց չունեին։ Մենք երկար տարիները ի վեր այս քաղաքի մեջ ունենք ոչ օրինական դպրոցը հայաստանցի աշակերտներուն ծառայելու համար։ Պրակտիկ վարժարան անունով դպրոցը հաստատված է։ Այդ դպրոցը իրականության մեջ բոլսահայ նախաձեռնությունը չէ, այլ հայաստանցիներու իրենց միջոցներով կարգավորած, կազմակերպած մեկ ուսման հաստատությունը։ Ստամբուլում գործում է 16 հայկական դպրոց, շուրջ 2600 աշակերտով։ Դրանցում կիրառվում է թուրքական կրթական ծրագիրը, սակայն դասերն անցկացվում են հայերեն, ուսուցանվում է հայոց լեզու ու գրականություն, նաև կրոնի, քրիստոնեության պատմություն, պատմում է Բագրատ Էստուկյանը։ Մինչև այժմ Հայաստանի քաղաքացիները հայկական դպրոցներում կարող էին սովորել հյուր աշակերտի կարգավիճակով, սակայն առանց ավարտական վկայական ստանալու իրավունքի։ Այս ամենը շուրջ 14 տարի։ Հնարավորությունից հատկապես օգտվում էին Թուրքիայում ժամանակավոր բնակվող հայաստանցիների երեխաները։ Հիմնական նպատակին զուգահեռ ուսման նախասիրություններ կունենան։ Եթե մարդ պիտի ուզե վերադառնալ Հայաստան, իր զավակը կուղարկե հայաստանյան թրությունով դասավանդող Հրանտինք վարժարան, որովհետեւ համակերպվի Հայաստանի գրթական ծրագրին։ Իսկ այն, որ այդպես կուզե թուրքիացի ըլլալ, Թուրքիո քաղաքացի դառնալ, անորոշ նախընտրելի է երթալ համայնքային վարժարան ու Թուրքիո ճշտած ուսման ծրագիրը կգործադրվի։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով հայկական դպրոցների գործունեությունն ընդհանուր առմամբ կարգավորվում է Լոզանի պայմանագրով, սակայն դրանց նկատմամբ գործում են նաև Թուրքիայի կողմից սահմանված վերահսկողական մեխանիզմներ։ Հայ համայնքը ունի կրթության մայրենի լեզվով կրթություն տալու իրավունք ըստ Լոզանի պայմանագրի, բայց միևնույն ժամանակ հայկական դպրոցներում գործում են Թուրքիայի Հանրապետության կողմից ներդրված որոշակի սահմանափակումներ, մասնավորապես դպրոցների տնօրենները լինում են հայ ազգի, բայց փոխտնօրեն անպայման լինում է թուրք, ենթադրաբար ներկայացնելով որոշակի վերահսկող կառույցներ, եւ որպեսզի թույլ չտա հայկական դպրոցներում որևէ այնպիսի զարգացում, որը ձեռնտու չէ Թուրքիայի Հանրապետությանը, ազգային ինքնության ավելի խոր ուսուցում։ Հայաստանից Թուրքիա տեղափոխված երեխաների կրթության հարցը հատկապես սրվել է 2000-ականներին, երբ ավելացել է այդ ընտանիքների թիվը։ Հրանտ Դինքի անվան դպրոցը, որտեղ երեխաները սովորում են հայկական ծրագրով, այդ խնդրի լուծման փորձերից մեկն է եղել, նշում է թուրքագետը։ Թուրքիայում ապրող հայաստանցի ուսուցիչները, ուսուցչուհիները մեծ մասամբ որոշակի տարրական գիտելիքներ են տվել երեխաներին, իսկ ավելի ուշ ավետարանական եկեղեցու ջանքերով եւ նրա շենքերից մեկում ձևավորվել է մի դպրոց, որը պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես հետո սկսեց անվանվել Հրանտ Դինքի անվան դպրոց, որտեղ ուրեմն հայաստանցի երեխաները կրթություն են ստանում եւ դպրոցը ճիշտ է շատ չեմ կարող ասել, որ լեովին կարգավիճակ ուներ, բայց այնուամենայնիվ հայտնի էր իշխանություններին, գաղտնի չէր, եւ այդ դպրոցում նաեւ Հայաստանից տարվող դասագրքերով էր ուսուցումը տեղի ունենում։ Թուրքագետը չի բացառում, որ նոր սահմանափակումը կարող է կապված լինել Թուրքիայի հայկական համայնքի կրթական գործընթացների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու քաղաքականության հետ, սակայն ուղղակի կապ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ չի տեսնում։ Թուրքական պետության վերահսկման քաղաքականությունը եկել է այն զանգման, որ Թուրքիայում բնակվող, ընդ որում երկար տարիներ բնակվող հայաստանցիները ուրեմն պետք է հնարավորություն ունենան տարբերակված կրթություն ստանալ եւ ուրեմն պետք է լինի այնպիսի ուղղորդումներ եւ այնպիսի դասագրքերով ուսուցում, որը չտարբերվի Թուրքիայի քաղաքացի հայերին տրվող
կրթությունից, որտեղ հայերիս համար կարևոր խնդիրները, այդ թվում եւ հայոց ցեղասպանության հարցը ներկայացված կլինի թուրքական պետության համար ցանկալի ձևակերպ։ Վերջնական է արդյոք որոշումը եւ հնարավոր է այն փոխվի։ ԱԿՕՍ-ի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը կարծում է, որ պատասխանը կախված է Թուրքիայում ձևավորվող հակազդեցությունից։ Չեմ գիտեմ որքանով վեճտակար է, որովհետև այս երկրի մեջ կա որոշումներ հակազդեցություններու բաղում իսկույն ետքային գրնան անել, գրնան չեղյալ համարվի, այդ տեսակի շատ օրինակներ տեսած ենք, հետո սովորաբար չեմ գրնան, ասել սա վեճնականն է։ Թուրքագետի գնահատմամբ Հայաստանի քաղաքացիների իրավական կարգավիճակը սակայն տարբերվում է Թուրքիայի քաղաքացիություն ունեցող հայերի կարգավիճակից, ինչն էլ կարող է դժվարացնել կրթության իրավունքի պաշտպանության իրավական մեխանիզմների կիրառումը։ Կրթության իրավունքը, որը իրավական մեխանիզմ է, հնարավորություն է տալիս ողոքարկել միայն Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայերի պարագայում, որոնք, ինչպես ասած, միջազգային պայմանագրով, Լոզանի պայմանագրով ունեն այդ իրավունքը եւ եթե պետությունը ուրեմն միջամտում է հայ համայնքի կրթական խնդիրներին, հայ համայնքը ըստ պատահության կամ ըստ ցանկության իրավունք ունի բողոքարկել, բայց հայաստանցիների պարագայում մի փոքր այլ է, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Թուրքիայում գտնվում են, այդ մասամբ անօրինական կամ ոչ այդքան հստակ իրավական ուրեմն կարգավիճակով։ Հրյան Դինքի անվան դպրոցը տարիներ շարունակ գործել է որպես հայկական կրթության յուրօրինակ, բայց իրավական առումով չկարգավորված հարթակ, այսպես ասած, հայտնի գաղտնիք։ Դրա գոյության մասին տեղյակ է եղել Թուրքիայի իշխանությունը, իսկ Հայաստանի քաղաքացիների երեխաների կրթությունը փաստացի իրականացվել է առանց հստակ իրավական կարգավիճակի։ Հիմա, երբ հայկական դպրոցներում նրանց ընդունելությունը սահմանափակելու մասին տեղեկություններ են տարածվում, տարիներ շարունակ գործող այս չգրված պայմանավորվածությունը ցավոք կարող է այլևս չգործել։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։